Բարև ձեզ, Արմուզի եթերում Տեմպուսն է, այս պահին մենք զրուցում ենք Գարի գրուպ ընկերության հիմնադիր նախագահ գործարար Եղիշե Հարությունյանի հետ, բազես պարոն Հարությունյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հարությունյան, դուք գործարար եք, ձեր գումարները ստեղծել եք ձեր ազնիվ քրթինքով, եթե չեմ սխալվում, Հայաստանից դուրս Ռիգայում, որից հետո այդ գումարները բերել եք Հայաստան եւ ներդրել եք հայրենի տնտեսության մեջ։ Այսօր արդեն դուք կուսակցական եք, մտել եք Օրինաց երկիր կուսակցություն, համալրել եք այդ կուսակցության շարքերը։ Ինչն է ստիպում ձեր նման գործարարին դառնալ կուսակցական եւ ինչ նպատակներ եք հետապնդելու արդեն քաղաքական դաշտում։ Ճիշտ եք նկատել մենուա։ Ամբողջ իմ տարիների ընթացքում ես աշխատել եմ միայն մասնավոր ոլորտում։ 20 տարի իմ ակտիվ տարիները դրանք անցել են Մերձբալթիկայում, Ռիգայում եւ 11 տարի արդեն Երևանում։ Այնտեղ էլ պետական պաշտոն չեք ունեցել, եթե չեմ երբեք։ Իմ ամբողջ գործունեության ընթացքում ընդամենը 1 անգամ եւ 1 տարի սովետական բանակը ծառայելուց հետո։ 11 տարի Հայաստանում ապրում եմ, աշխատում եւ կարող եմ ասել մինչեւ վերջի 1-2 տարին, մինչեւ համաշխարհային ֆինանսական տնտեսական ճգնաժամը եւ իմ բիզնեսը եւ նաեւ Հայաստանը, մեր երկիրը շատ դինամիկ զարգացում էր ապրում։ Դժգոհելու ընդհանրապես ոչինչ չունեմ։ Չնայած կարծում եմ, ճգնաժամը Հայաստանում սկսվեց ոչ թե վերջի 1-2 տարիներին, այլ մոտավորապես մի 3-4-5 տարի առաջ։ Հենց այն օրվանից, երբ որ Հայաստանի տնտեսությունը սկսվեց վատ կառավարվել։ Ես կարծում եմ, որ ճգնաժամի ազդեցությունը մեր տնտեսության վրա կարող էր անհամեմատ մեղմ լինել, եթե վերջի 2 տարիների ընթացքում կատարվեր որոշակի խելամիտ քայլեր։ Պարոն, երբ ասում եք տնտեսությունը սկսեց վատ կառավարվել, ինչի նկատի ունեք, ինչը սկսվեց վատ կառավարվել։ Տեսեք, եթե այսօր մենք ունենք մեծ խնդրեմ, իսկ ես կարծում եմ ունենք շատ խնդրեմ, ունենք տնտեսության շատ ծանր վատ վիճակ։ Ինձ համար հարց է առաջանում, իսկ ինչպիսին կարող է լինել։ Մենք ինչ էինք մտածել տնտեսության մեջ 3-4-5 տարի առաջ, ինչպիսի ծրագիր ունեինք, ինչպիսի պլան ունեինք, որ չիրագործվեց։ Ինչպես կարող է տնտեսությունը զարգանալ դինամիկ։ Ինչպես կարող է տնտեսությունը զարգանալ բարգավաճել, եթե չունի պլան որևէ զարգացման։ Արդյոք մենք այն քիչ երկրներից չենք, կամ դրանցից մեկը չենք, կամ միակը չենք, որը չունի տնտեսական զարգացման պլան։ Ես կարծում եմ, որ այսօր եւ գործարարների մի մասը, միգուցե պետական պաշտոնյաների շատ-շատերը դժվար թե կարողանան կողմնորոշել, թե Հայաստանը որպես զարգացող պետություն ինչպիսին է։ Արդյունաբերական, գյուղատնտեսական, տուրիստական, բարձր տեխնոլոգիաների կամ միգուցե մեկ այլ բան։ Բայց դա շատ կարևոր է ֆիքսել, որպեսզի պետությունը զարգանա։ Կարծում եմ ոչ թե միայն պետք է ֆիքսել, անպայման պետք է ֆիքսել, անպայման պետք է ունենալ ծրագիր եւ դրա համար պետք է անել որոշակի քայլ։ Վերջիվերջո ամեն մի լուրջ ծրագիր տնտեսությանը օգուտ ժողովրդին բարիք բերողը խոշոր ծրագիր ես նկատի ունեմ։ Դա 1 օրվա, 1 ամսվա, 1 տարվա գործ չէ։ Միանշանակ դա պետք է սկսել, պետք է շարունակել եւ սպասել արդյունքին։ Մենք ոչինչ չենք սկսել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ տնտեսության մեջ արկա խնդիրներն են ձեզ ստիպում մտնել քաղաքականություն։ Իհարկե։ Իհարկե ամենառաջերտին, որտեղ ես ամբողջ կյանքս զբաղվելով գործարարությամբ մշտապես համարվել եմ որպես գործատու, այսուհետև ես զգում եմ, որ իմ միսիան ոնց որ թե սպառված է մեր տնտեսության մեջ։ Մեր քաղաքական դաշտում, հասարակական դաշտում շատ է խոսվում, որ գործարարները պետք է հեռու մնան քաղաքականությունից, բայց դուք անում եք հակառակ քայլը մտնելով քաղաքականություն։ Ես իմ անձնական կարծիքն ունեմ, որ հենց գործարարները պետք է մտնեն քաղաքականություն։ Դուք ինչպես եք սրան վերաբերվում այս քննադատություններին, որովհետև ձեր հանդեպ է այս քննադատությունը ուղղվում։ Իրականում շատ վատ են վերաբերվում, երբ որ գործարարը զբաղվում է քաղաքականությամբ։ Սա իրականից լավ կյանքից չէ։ Ես այն քիչ գործարարներից մեկն եմ միգուցե, որը մինչև 6-8 ամիս առաջ, մինչև օրինակ երկիր կուսակցությանը անդամագրվելուն, Հայաստանի մեր կուսակցությունների անունները անգամ չգիտեի։ Միգուցե 2-ը, 3-ը կամ 4-ը մաքսիմում։ Դուք դասական գործարար եք, ինչպիսին լինում են Եվրոպայում։ Միգուցե, կարելի է համարել։ Վերջիվերջո մարդը պետք է անել այն, ինչ որ կարող է լավ անել։ Վերջիվերջո արած գործից չպետք է ամաչել։ Ես փորձում եմ անել մի գործ, որից չէի ամաչում։ Բայց ես զգում եմ, որպես գործարար մարդ, այսուհետև չկա իմ պիտանելիությունը։ Մեր տնտեսությունը չունի գործարարի կարիք։ Մենք ունենք ամենաանբարենպաստ պայմանները այսուհետև զարգացման համար։ Իսկ ինչու եք վստահ, որ հենց օրինաց երկիրն է այն կուսակցությունը, որի շարքերում դուք կկարողանաք այնպես անել, որ մեր երկրի տնտեսական միջավայրը լինի բարերար։ Ես կարծում եմ, որ օրինաց երկիր կուսակցությունում ես կարողանամ նախ լսելի լինել։ Օրինաց երկիր կուսակցությունը այսօր էլ որևէ խնդիր չունի
նոր մտքերով, առաջարկություններով տնտեսության, պետության կառավարման։ Ես կարծում եմ, որ լավագույն նախարարները, որոնք այսօր կան կառավարությունում, դա օրինակ երկրի կողմից առաջադրված 3 նախարարներ են։ Վստահ եմ, որ նախարարներից յուրաքանչյուրը գտնվում է իր դիրքում, իր պաշտոնում, եւ կոմպետենտ մարդիկ են եւ պարկեշտ։ Երկրորդ խնդիրը ես չեմ փորձում գովաբանել օրինակ երկիր կուսակցությանը, բայց գաղափարները ձեր համար ընդունելի են այդ կուսակցության բանալցության։ Ես պետք է ասեմ, որ այսօր կուսակցության բոլոր կուսակցության գաղափարները գրեթե նույնն են, որտեղ բոլոր տեղերում գործում է հայ մարդը, անպայման իր մեծ ցանկությամբ պիտանի լինել ժողովրդին, պետությանը, հայրենիքին եւ այլն։ Ես շատ տարբեր գաղափարներ չեմ տեսնում, ես տեսնում եմ դրանց հասնելու միջոցների մեջ։ Ես կուսակցության լիդերի առաջնորդի խնդիրը շատ եմ կարևորում։ Եթե կա մարդ, եթե կա գրագետ կոմպետենտ մարդ, նաև մարդ, որը ժամանակ ունի նվաճելու մեծ պաշտոնում կայանալու եւ ունի ազնիվ միտում ժողովրդին պետությանը ծառայելու, սա ինձ համար կարևոր։ Ձեզ կտեսնենք հաջորդ խորհրդանում, ինչպիսին է այսօր տենդենսը։ Չեմ կարող ասել, ես դա չեմ որոշում։ Բայց նման ամբիցիաներ ունեք, պարոն Հարությունյան։ Չէ, չունեմ, երբեք չեմ ունեցել։ Պարոն Հարությունյան, դուք վերջերս իրավունք թերթին տված հարցազրույցում ասել էիք, որ մենք պետք է փոփոխություններ իրականացնենք նաև մեր բանակում։ Դուք նշել էիք տեսակետներ, որոնք պետք է խոստովանեն առաջին անգամ էին հնչում մեր հասարակական քաղաքական կյանքում։ Ինչը պետք է փոխենք բանակում եւ ինչու եք նման կարծիք հայտնում հենց հիմա։ Ես առաջարկում եմ փոփոխություններ կատարել եւ կատարել անհապաղ եւ ոչ միայն բանակում։ Եվ քաղաքական դաշտում, եւ տնտեսական դաշտում, եւ այն թիմը, տնտեսական թիմը, որը կառավարում է մեր պետությունը, եւ իհարկե բանակում։ Կարծում եմ, որ բանակը մեր պետության կարևորագույն կառույցներից մեկն է։ Բանակը ես մշտապես բացի պաշտպանական միջոցից դիտում եմ նաև մի վայր, որտեղ որ մեր բոլոր հայ երիտասարդները անցնում են դրանով։ Ես բոլորովին չէի ուզենա, որ մեր բանակով անցած երիտասարդը հետ վերադառնար տուն, հիասթափված, զայրացած, չարացած, ընդհանրապես չէի, եւ կարծում եմ, որ բանակում է հայ երիտասարդը ինքը ձևավորվում որպես տղամարդ։ Դուք առաջարկել եք այդ հարցազրույցում, որ ոչ թե 50 կիլոմետրից հեռու պետք է զինվորը ծառայի իր տնից, այլ ավելի ցանկալի կլինի, որ ավելի մոտ։ Այստեղ տրամաբանությունը որտեղ եք դուք։ Իհարկե, ես չեմ պատկերացնում, որ մարդուն կարելի է ստիպել սիրել հայրենիքը։ Կարելի է ստիպել հայրենիքի համար կռվել, ստիպողաբար մեռնել հայրենիքի համար։ Ես կարծում եմ դա պետք է լինի ինքնաբար, սիրելով, հասկանալով։ Կարծում եմ, որ ոչ թե պետք է զինվորը ծառայի 50 կիլոմետրից հեռու, այլ ընդհակառակը մինչև 50 կիլոմետր։ Վերջիվերջո մենք որպես հայ մարդ ունենք մեր մտածելակերպը, մեր կենսակերպը, մեր վերաբերմունքը մեր երեխաներին, ծնողներին, մեր տանը, հարևաններին եւ այլն։ Եվ կարծում եմ, որ հայրենիքին ծառայելու ժամանակ 2 տարի ընթացքում իմաստ չունի երիտասարդին զրկել դրանից։ Եթե զինակոչիկի զինվորի տունը գտնվում է իրեն մոտ, ցանկություն էլ կկորի անընդհատ տուն գնալու։ Ցանկությունն էլ կկորի անընդհատ գնա տուն։ Իհարկե, նախ տուն գնալու խնդիրը ես կարծում եմ, որ եվրոպական շատ երկրներում կա այդ փորձը, որտեղ բանակի 20%-ը ամեն շաբաթ կիրակի կարող է ազատ արձակվել որպես հանգստյան օր։ Ես կարծում եմ ոչինչ չի պատահի մեր բանակի մարտունակության հետ, եթե մեր զինվորները ամեն 5-րդ շաբաթը, ասենք ամեն մի 20%-ի հաշվարկով շաբաթ կիրակի օրը տունը գտնվի, հասկանում եք, իր ընտանիքում։